Սիրելիներ ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ, բարեկամ, ինչպես եք թանկագիներս։ Հենց հավեսով եմ ես տեսանյութեր նկարում, երբ որ գիտեմ ձեզ եմ հանդիպելու սիրելիներ։ Ինչպես եք։ Շնորհակալ եմ, որ միացել եք իմ ալիքին, շնորհակալ եմ, որ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ պատրաստում եք, իմ հետ եք, մասնակցում եք ուղիղ եթերներին։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներ։ Այսօր շատ հետաքրքիր թխվածքաբլիթ ենք պատրաստելու։ Տեսքը յուրահատուկ, համնել դե չեմ ասում։ Բաղադրիչները պատրաստել եմ, հեշտ է սիրելիներ, չվախենաք, շատ արագ է պատրաստվում։ Ուրեմն, ունենք 230 գրամ ալյուր, ունենք վանիլին եւ փխրեցուցիչ։ Այս փխրեցուցիչը օգտագործելու ենք երկուսի համար, երկու հատ խմոր ենք պատրաստելու, որովհետեւ մեկը կակաոյով է, մեկը սովորական սպիտակ է։ Սա 1 թեյի գդալ օգտագործելու ենք սպիտակի համար, 1 թեյի գդալ օգտագործելու ենք կակաոյի համար։ Իսկ այս մյուսում ունենք 130 գրամ ալյուր եւ 50 գրամ կակաո, ինչպես նաեւ վանիլին միասին։ Յուրաքանչյուրի համար ունենք 90 գրամ շաքարավազ, յուրաքանչյուրի համար ունենք 1 ձու ամբողջական եւ յուրաքանչյուրի համար ունենք յուղ օգտագործելու ենք սիրելիներ յուրաքանչյուրի համար 100 200 գրամ ընդհանուր օգտագործում եմ ես ռեդի յուղ հրաշք են ստացվում իմ բոլոր թխվածքաբլիթները, եթե նկատել եք, ես միայն պատրաստում եմ այս յուղով սիրելիներ, արտադրվում է Եվրոպայում, բելգիական յուղ է, անպայման պատրաստեք, տեսեք որքան գեղեցիկ տեսք ունի, համն ու հոտը, գույնը հրաշք է, բուսական է, ովքեր խնդիր ունեն կենտրոնական ուտեստներ չեն ուտում, կարող են շատ հանգիստ օգտագործել, ովքեր ունեն խոլեստերինի խնդիր, կարող են շատ հանգիստ օգտագործել, մի խոսքով, բայց բացի դա ունենք նաև համը, շատ համեղ է սիրելիներ։ Սկսում ենք պատրաստել, ինչ ենք անելու, դե սկզբից ալյուրի վրա ավելացնում եմ վանիլինը, շաքարավազը և 1 թեյի գդալ փխրեցուցիչը։ Կարող եք օգտագործել սոդա, բայց սոդայի դեպքում շատ քիչ պետք է ավելացնենք, խորհուրդ եմ տալիս պատրաստեք փխրեցուցիչով, այսպես։ Սա վաղում եմ այնմիսի համար, հենց անմիջապես կարող եմ ավելացնել, որպեսզի թուղթը մի կողմ դնեմ, վերջ, մի հատ էսպես մի թեթև խառնեմ, չոր բաղադրիչները, ես ինչպես միշտ աղը մոռանում եմ, 1 պտղունց աղ պարտադիր միշտ օգտագործեք ցանկացած խմորեղենի մեջ, այսպես, մի հատ հենց կխառնենք, կենտրոնում կավելացնենք ձուն և սիրելիներ ավելացնում ենք յուղը։ Այսպես ամեն ինչը իրար խառնում ենք, շատ արագ պատրաստում խմորը։ Հիմա նույնը այսպես կակաոն կա, ալյուրը կա, վանիլինը ավելացնում ենք, փխրեցուցիչը արդեն ավելացրել էինք, աղը ավելացնում ենք, շաքարավազը ավելացնում ենք, բաղադրիչները հստակ չափերը ամեն դեպքում դուք կգտնեք տեսանյութի ներքևում սիրելիներ։ Սա էլ մի լավ այսպես խառնում ենք, շատ կարևոր է, որ լավ խառնվի կակաոն ալյուրի հետ, որպեսզի խմորը լավ ստացվի։ Եվ սա էլ նույն ձևով կենտրոնում լցնում ենք ձուն և յուղը։ Ես յուղը փափկացրել եմ ավելի շատ, չնայած սենյակային ջերմաստիճանում արդեն ինքը լավ փափուկ է, բայց միկրոալիքային վառարանում ավելի եմ փափկեցրել, որպեսզի խմորը հեշտ ստացվի, արագ ստացվի, լավ ստացվի, դուք էլ այդպես կանեք։ Հիմա երկու խմորներն էլ պետք է հունցենք, շաղախենք, հավաքենք։ Ստացվելու է, որ ասում եք պիսոչնի խմոր, դրա նման խմոր է։ Ուրեմն, այս խմորի համար, կակաոյով խմորի համար ձեռնոց եմ հագնելու, որպեսզի ձեռքերս շատ բան չլինի, մի քիչ հետո դժվար է, չէ՞, որպեսզի լավ հանգիստ հավաքեմ, այսպես։ Ինչ անուշ է բուրում, չեք պատկերացնի, հրաշք է։ Պետք է ստացվի փափուկ խմոր, ոչ շատ պինդ, ոչ ջրիկ։ Փափուկ խմոր ենք ստանալու, հիմա կտեսնենք, այսպես, կարելի է ասել, այս մեկը համարյա պատրաստ է, հենց այսպես ամանի մեջ ենք հավաքում, կարիք չկա, որ դնենք սեղանի վրա ու սեղանն էլ կակաոյով կեղտոտացնենք, հետո նորից մաքրենք, ձեզ հեշտ ձևն եմ ասում, որպեսզի հեշտ աշխատեք։
Խմորս հավաքվեց, կարիք չկա, որ մի լավ սենց գունդ անեք, որովհետև հետո կտեսնենք ինչի համար է պետք լինելու, վերջ, սա սենց, կողք ենք դնում, հիմա հավաքում ենք այս մյուսը, նույն ձևով հավաքում ենք, ջեռոցը միացնում ենք, թխելու ենք 180 աստիճանում, սիրելիներ, շատ տարակ թխվածքաբլիթներ են, կարևորը որ ջեռոցը լինի տաք վիճակում, վերև ներքևը միացված։ Սա էլ հավաքում ենք, ճիշտ է, ձեռնոցս մի քիչ կակաոյի խմորոտ է, բայց կապ չունի, միևնույնը հետո իրար կպնելու են խմորները, այնպես որ չանհանգստանաք։ Վերջ, այս խմորս էլ հավաքվեց, հիմա ինչ եմ անում։ Վերցնում եմ, տեղափոխում ենք սեղանի վրա, մի փոքրիկ այսպես տափակեցնում եմ, վերցնում եմ կակաոյով խմորը ու խառնում ենք իրար, բայց ոչ թե խառնում ենք շատ, այլ քիչ, որպեսզի ուղղակի մի թեթև խառնվի։ Տեսնեք ոնց կստացվի։ Ինչ անուշ է բուրում, այս կակաոյով խմորը կարագա, յուղը շատ հրաշք համ ու հոտ ունի, դե իհարկե վանիլինն էլ իր գործը անում է, չէ, հրաշք է։ Այսպես խառնված, ինչ որ մի բան պետք է ստացվի, մի թեթև, վերցնում ենք գդալը, ցանկացած տեսակի գդալ, սիրելիներ, ես օգտագործելու եմ պաղպաղակի գդալ, այսպես վերցնում ենք ու տեղափոխում ենք, ուղղակի այսպես չափն է ճիշտ լինում ու շատ հետաքրքիր գեղեցիկ թխվածքաբլիթներ են ստացվում, իդեպ այս բաղադրատոմսը ես վերցրել եմ ինտերնետից, դուրս եկավ, ասի անպայման իմ հետևորդների համար եմ պատրաստելու, ուզում եմ որպեսզի լավ մի քիչ մեծ ստացի, շատ է փոքր լինում ոնց որ, այսպես, ընտի, հիմա այսպես ամբողջը ես կդնեմ, կպատրաստեմ ու հետո կհանդիպենք ու մինչև որ ջեռոցս էլ կտաքանա։ Վերջ, մի հատը վերջացրեցինք, դեռ մի քիչ կա, մեկ ուրիշ թավայի մեջ էլ կդնեմ, սիրելիներ, ջեռոցս արդեն լավ տաքացել է, մոտավորապես 10-15 րոպե տաքացրեք, որպեսզի ձեր թխվածքաբլիթները հենց դնեք շատ հեշտ ստացվի, 15-20 րոպեում արդեն պատրաստ է լինելու, եթե շատ փխրեցուցիչ լսնեք, ինքը ձևից շատ է դուրս գալու, դե հիմա չգիտեմ իմը շատ ստացվեց, թե քիչ ստացվեց, չգիտեմ, որովհետև ինքը պետք է շատ չուռի ու ձևը այդքան էլ բան չլինի, մեկ խորհուրդ, եթե ուզում եք ձևը այսպես պահպանվի, դրեք մի քիչ սառնարանում, թող լավ պնդանա, հետո անմիջապես դրեք, ես ժամանակ չունեմ, որ մի քիչ ձև ստացվի, խնդիր չկա, վերջ, ուղարկում ենք ջեռոց, կհանդիպենք, երբ որ արդեն պատրաստ լինի, մինչև սա էլ կպատրաստեմ։ Սիրելիներ, դարել է արդեն, թողել եմ, որպեսզի սառի, որպեսզի դուք անմիջապես տեսնեք, հրաշք, այսպես, լավ թխված, տեսեք տեսքը, որքան գեղեցիկ է, ասեք, որ յուրահատուկ թխվածքաբլիթներ են, իրենք հենց այսպես էլ գեղեցիկ են, սովորաբար շաքարի փոշի են ցանում, որը իմ ամենասիրելի գործողությունն է, բայց չեմ անելու, այսպես էլ պահելու եմ, հրաշք է, հիմա կարող ենք դնել մատուցվող ափսեի մեջ ու անուշ անել։ Այս ինչ լավ է բուրում, այս պուճուրիկը, որ պատրաստել էի, մի քիչ մնացել էր, չէ, խմորից մի պուճուրիկ այսպես պատրաստել էի, համտեսելու համար, հետո երեկոյան թեյ կխմենք, հիմա մեր մոտ նորմալ գարուն չի էլ անում, լավ ցուրտ է լինում, չես հասկանում ինչու, իսկական թեյելու եղանակ է, ոչ թե սուրճի եղանակ։ Սիրելիներ, պատրաստեք, անուշ վայելեք, բաղադրատոմսը կգտնեք ներքևում, տեսակ որ հեշտ, բայց հրաշք թխվածքաբլիթներ ստացվեցին, նկարներն էլ կուղարկեք Facebook-ով, Instagram-ով, ես սիրով կդիտեմ, սիրով կպատասխանեմ ձեր մեկնաբանություններին, հարցերին եւ ինչ հիմա կփորձեմ կասեմ համը ինչպիսին է, մենք կտեսնենք հաջորդ կամ ուղիղ եթերում կամ սովորական եթերում։ Դարսից խորթխոթան, ներսից փափուկ, ընտիր է։